Սիրելի բարեկամներ, տեսնում եք, որ Հայաստանում նույնպես բավականին մտահոգիչ զարգացումներ են ներքաղաքական տեղի ունենում եւ բարերար միլիարդատեր գիտեք Սամվել Կարապետյանին վերջերս մոտ 2 օր առաջ ձերբակալեցին եւ կալանավորեցին 2 ամսով։ Շատերդ իհարկե անհանգստանում եք այս անձի հետ կապված, դե ես բաց աղբյուրներից հայտնի է, որ Սամվել Կարապետյանը ծնվել է օգոստոսի 18-ին 1965 թվականին, ես բազմիցս նշել եմ, որ բոլոր այն անձինք, ովքեր ծնվել են առյուծ կենդանակերպի տակ, գտնվում են անմիջական հարվածի ներքո, այսինքն Պլուտոն մոլորակը մշտապես դամոկլյան սրի պես կախված է նրանց գլխի վրա։ Եվ ահա տեսնում եք, որ այս իրավիճակը նաև Սամվել Կարապետյանին կպավ հասավ, դե իհարկե անխուսափելի է բոլոր առյուծները այս կամ այն չափով զգալու են Պլուտոնի ավերիչ ազդեցությունը, բայց այստեղ հարցը դա չէ, հարցը նա է, որ նրա աստղային քարտեզում սև լուսինն է գտնվում ջրհոսում եւ 4 աստիճան ջրհոսում է գտնվում եւ այժմ հենց այդ Պլուտոնը ավերիչ գտնվում է հենց այդ սև լուսնի վրա, որը նշանակում է, թամպես սև լուսինը դա ամբողջ զոդիակի, այսպես ասած, գայթակղիչ սատանան, այսինքն մեր բոլոր բացասական քայլերի նախկին կարմայի, նախկին կյանքերում կատարած մեղքերին եւ այս կյանքում եւ նախկին կյանքում նաեւ մեր ամբողջ ցեղում կատարված այդ մեղքերի հանրագումարն է խորհրդանշում սև լուսինը եւ այստեղ ջրհոսում է, որը որ իհարկե նշանակում է, որ նախկին կյանքում Սամվել Կարապետյանը բավականին ազատատենչ եւ անգամ անարխիստ անձնավորություն է եղել, ոչ մի հեղինակություն չի ճանաչել, ամեն բան իր ձևով է այսպես որոշել իր կյանքում, հաշվի չի առել հասարակական կարծիքը, իհարկե այս կյանքում ընդհակառակը նա պետք է ենթարկվի որոշակի ինչ-որ հստակ գաղափարախոսության, պետք է ընդունի, պետք է այդ հեղինակությունները ընդունի, բայց ամեն դեպքում Պլուտոնը այսպես գալով նրա սև լուսնի վրա անմիջականորեն այդ մութ կարման Սամվել Կարապետյանի այսպես գրգռում է եւ հենց այդ պատճառով հենց հիմա տեղի ունեցավ այդ կալանավորումը, հենց Պլուտոնը հասավ Սամվել Կարապետյանի սև լուսնին 3 աստիճան ջրհոսում է այժմ գտնվում Պլուտոնը 1 աստիճանի հեռավորության վրա։ Ես կարծում եմ սա երկար պատմություն է լինելու եւ սա նպաստելու է նրան, որ Սամվել Կարապետյանը քաղաքական գործունեություն սկսի ծավալել, նա ունի բազմաթիվ հետևորդներ եւ իշխանության համար այսպես լուրջ ընդդիմություն է ձևավորվելու, վտանգը այստեղ կա իհարկե նաեւ նրա առողջության հետ կապված կա վտանգ, որովհետեւ Պլուտոնը քառակուսու մեջ է Սամվել Կարապետյանի լուսնի հետ, որը ցուլ կենդանակերպում է գտնվում 2 աստիճան ցուլ նշանում եւ 4 տարվա ընթացքում կա նաեւ մահափորձի վտանգ, ասեմ, ինչ ասեմ, բայց ամեն դեպքում կա այդ վտանգը, եթե նա կարողացավ այս կալանավորումից դուրս գալ եւ նաեւ այդ 4 տարվա ընթացքում որևիցե չոր վտանգներ չլինի, հատկապես 4 տարի հետո, եթե սպառնալիքներ կյանքի չլինի, ապա որևիցե խնդիր չի լինի, բայց բարձր է հավանականությունը, որ այնուամենայնիվ այդ ֆիզիկական ոչնչացման վտանգը մշտապես լինելու է, նամանդ այդ Պլուտոնի տարանցումը ջրհոսով միշտ դամոկլյան սրի պես այդ Պլուտոնը կախված է առյուծների գլխին։ Սրա մասին է խոսքը, բավականին իմիջիալոց նպաստավոր է այս անձնավորությունը Հայաստանի Հանրապետության համար։ Վեներան գտնվում է Սամվել Կարապետյանի 28 աստիճան կույս նշանում, որը միացած է Հայաստանի Հանրապետության արեգակի հետ, երրորդ հանրապետության արեգակի հետ, որը շատ բարենպաստ է, շատ լավ է։ Այնտեղ Ուրան ու Պլուտոնը գտնվում են Յուպիտերի հետ, այսինքն ազգային էլիտայի, որպես առաջնորդ
Բայց ամեն դեպքում Սատուրնի դիմակայությունը Ուրանի եւ Պլուտոնին, այսինքն այդ սահմանափակումների դժնդակմու որակը մշտապես հարվածում է եւ խնդիրներ առել։ Այսինքն երբ նա սկսում է ակտիվանալ, երբ նա սկսում է ակտիվ քայլեր ձեռնարկել, պաշտպանել իր արժեքները, ազգային արժեքները, կրոնական արժեքները, անմիջապես միանում է Սատուրնը եւ հարվածում է նրան։ Պլուտոնի ֆոնին իհարկե սև լուսնի վրա դա շատ ավելի ցավագին է։ Ահա այսքանը, ինչ վերաբերվում է Սամվել Կարապետյանի աստղային քարտեզի վերլուծությանը։